Հանրապետության նախագահ Անաստաս Իսրայելյանի հետ։ Պարոն Իսրայելյան, ձեր դիրքորոշումը լսենք, ձերբակալվածների եւ կալանավորման միջնորդությունների թվում կան նաեւ այն անձանց անունները, որոնք Արցախի հանրապետությունից են, ինչի համար հիմա, ինչու հենց այդ անձինք։ Նայեք ժողովուրդ, ես մի քիչ հետ գնալու եմ Արցախ, այն ժամանակները, որ Արցախը ծանր իրավիճակում էր, այն ժամանակ, որ ժողովուրդը այդ աջակցության համազգային միասնական աջակցության կարիքը ուներ ու վերջնականը խոսքի այդ ընթացքում այդ 9 ամսվա բլոկադան է, դրանից հետո Ալիևի ձեռնարկած ցեղասպանությունն է, դրանից հետո այդ ժողովուրդը ցեղասպանությունից փրկվելով եկավ հասավ Մայր Հայաստան ու նույն իրավիճակը մեկ առ մեկ կրկնում է Հայաստանում։ Համախմբվածություն չկա, ազգային պայքար չկա, բոլորը ինչի համար են մենակ արձագանքով բավարարվում, բոլորը ինչի համար են մենակ մեկնաբանությունով բավարարվում, բոլոր ոստիկանությունը, բոլոր ուժային մարմինների ղեկավարները, բոլոր դատավորները մտածեք, տեսեք ձեր աչքի առաջ Սուրբ Արցախում դատավորները ինչ իրավիճակում հայտնվեցին, ոստիկանները ինչ իրավիճակում հայտնվեցին, բոլոր են ուժային կառույցների ներկայացուցիչները ինչ իրավիճակի հայտնվեցին ու ինչի պատճառով։ Այսօր ամեն մեկիդ էլ բռնելու են, ամեն մեկիդ գալու են բռնեն, հատ, եթե մենք պայքար չանենք համախմբված, եթե հայ մնալու, հայ ապրելու մեր իրավունքները Մայր Հայաստանում ամբողջ ազգովի չկաղնենք, դիմադրենք, հատ բռնելու են, բոլորիդ եմ ասում, ու հատ ինքն էլ չհասցնի, Ալիևն է գալու բռնի, թուրքն է գալու, որովհետև դա թուրքական ծրագիր է, մեկ ձեր համար բոլորիդ արցախցիները ցավալի օրինակ եք, նորից եմ ասում ձեզ, աչքներդ բացեք, ուշներդ, գլուխներդ հավաքեք, ես մի հատ փոքր սեզ մեջբերում անեմ, մենք Արցախում գտնվելու ժամանակ, այն ժամանակ, որ արդեն տեսնում ենք, որ գնում ենք կործանման, ժողովրդի կողմից ինքնաբուխ տարբեր միջոցառումներ ենք կազմակերպում, լսեցնելու տալ Մայր Հայաստանում գտնվող մեր հայրենակիցներին, Սփյուռքի մեր հայրենակիցներին, բայց ուժային կառույցները, ցավոք սրտի, ոստիկանները միշտ գալիս էին այսպես կաղնում, մեզ այդ իրավունքների հետ կախված կամ խանգարում էին, կամ ճնշում էին, կամ էլ ես մեկ եմ ույսը, բայց մի քանի օրից հետո, ոնց որ հիշում եք, Շուշիի տակ 2-3 ոստիկանի ադրբեջանցիները գնդակահարեցին։ Տեսնում եք, չէ՞ ինչ է կատարվում։ Նույն բանը ստեղ է կատարում։ Սիրելի հայրենակիցներ, նորից եմ ասում, վերջ տվեք այդ մեկնաբանություններով բավարարվելը, վերջ տվեք այդ ձևաչափով արձագանքներով, ամեն օր մի մարդու բռնում են, ամեն օր մի քանի հոգի բռնում են։ Ձեր մոտ հարց չի ծագում, որ սրա վերջը ինչն է գալու։ Ձեր մոտ հարց չի ծագում, մենք ինչ ենք ու ինչ ուղղության վրա ենք գնում։ Սա ցավալի բան է, ամեն մեկս գիտակցաբար, նորից եմ ասում, շատ ծանր իրավիճակ է, գիտակցաբար, եթե դուրս չգանք, առաջնագծում կաղնենք, ամեն մի բռնած մարդու կողքին կաղնենք, կամ պայքարենք, որ այդ մարդկանց ազատելն է, այդ մարդկանց իրաց ճիշտ գիծը, ճիշտ ճանապարհը պահելն է, մեզ ամեն մեկից դա սպասվում է, բայց ոչ մեկը չմտահոգվեք, ավելի լավ է արժանապատիվ մեռնենք, ավելի լավ է արժանապատիվ, որ ասում եմ, պայքար տանենք, քան նվաստացուցիչ կամ սենց չոքած բաներով, որ ասում եմ, ապրենք, չի կարելի։ Շնորհակալ եմ, պարոն Իսրայելյան։